Ավետարան ըստ Հովհաննեսի գլուխ 9 և 10։ Եվ Հիսուս ասաց. դատաստանի համար եկա այս աշխարհը, որպեսզի ովքեր չեն տեսնում տեսնեն, և ովքեր տեսնում են կուրանան։ Փարիսեցիներից ոմանք, որ Հիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. միթե մենք էլ կույր ենք։ Հիսուս նրանց ասաց. եթե կույր լինեիք, դուք մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք, թե տեսնում ենք, և ձեր մեղքը ձեր մեջ հաստատ է մնում։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և ավազակ, իսկ ով դռնով է մտնում, հովիվ է ոչխարների։ Դռնապանը նրա համար բացում է դուռը, և ոչխարները լսում են նրա ձայնը։ Նա իր ոչխարներին անուններով է կանչում և նրանց դուրս է հանում։ Եվ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջևից է գնում, և ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը։ Օտարի հետևից չեն գնա, այլ կփախչեն նրանից, որովհետև չեն ճանաչում օտարների ձայնը։ Հիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թե ինչ էր այն, որ նա իրենց ասում էր։ Դարձյալ Հիսուս նրանց ասաց. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը։ Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու ավազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին։ Ես եմ դուռը. եթե մեկը իմ միջով մտնի, կփրկվի, կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի։ Գողը գալիս է միայն, որպեսզի գողանա, սպանի և կորստյան մատնի։ Ես եկա, որպեսզի կյանք ունենան և առավել ևս ունենան։